Ընդդիմությունը անկախ ամեն ինչից մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի։ Այսօր ոչ ոք չի կարող առանձնաբար հաջողել այս ընտրություններում, 50%-ից ավել ոչ ոք չունի, բայց միասնական ընդդիմությունը կարող է այո ունենալ ավելին, քան այսօրվա գործող իշխանությունն է։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջի հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում, տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, երբ որ մասնակցությունը բարձր տոկոս է գրանցել, Հունգարիայի օրինակը ձեզ օրինակ։ Այսինքն, այստեղ օրինակ, եթե 60% օրինակ, ինչպես որ Հունգարիայում եղավ, 60% մասնակցություն ունենա, այս իշխանությունները վերընտրվելու տարբերակ չունեն։ Բացառված է։ Իմ համար գլխավոր մեծ շանս ընդդիմության ունենալու մասին է խոսքը։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Այդտեղ արանքում ով կոնկրետ ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չի։ Կարևորը որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունն է, եւ դա հնարավոր է անել ջանքերը համադրելով։ Երկրորդ խնդիրը որ գոյություն ունի, այո, վերահսկելու հարց գոյություն ունի այսօր ընտրական գործընթացներն ամբողջությամբ վերահսկելու խնդիր գոյություն ունի։ 2000-ից ավել տեղամաս կա, այդ տեղամասերում պետք է ամբողջական վերահսկողություն իրականացվի։ Եվ ոչ մի քաղաքական ուժ ամբողջական այդ բանը ծածկելու այսօր ընդդիմությունը հնարավորություն ունի ամեն տեղամասում 4 հոգի ունենալ։ Մենակ դա նշանակում է 8000 մարդ։ Մենակ դրա կողքին եթե գումարենք նաև անհրաժեշտ քանակ, որ պետք է աշխատեն որպես շտաբային կարգավիճակ, 15-20 հազար մարդ անհրաժեշտ, որպեսզի մոբիլիզացվի, որ այս ընտրությունները վերահսկվեն։ Իսկ դա անհրաժեշտ է վերահսկել, որտեղ այս իշխանությունները իրանց իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու են։ Իրանք կեղծիքներ էլ կանեն, ամեն ինչ էլ կանեն, ես չեմ կասկածում, որովհետև իրանց համար կյանքի մահու հարց է։ Փաթեթով այսօր գործեր են սպասվում այս իշխանություններին դատարաններում այո այս հարցերը հետապնդելու համար։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին։ Եվ ուրեմն իրանց այս աթոռը պահելը իսկապես կյանքի մահու հարց է եւ ամեն ինչ կանեն սրա համար։